Իսկ մենք անցնենք առաջ եւ ներկայացնենք, պատմենք, խոսենք նոր ներկայացման մասին, որը կոչվում է լույս, խավար եւ ChatGPT-ն։ Ինչ հետաքրքիր։ Ինչ հետաքրքիր, չէ՞։ Ասում ես այդպես, ChatGPT։ Տեսնենք թե ինչ է այս ներկայացման հետևում թաքնված, իսկ իրականում մենք միանգամից պետք է ներկայացնենք մեր հաջորդ հյուրին Վարդան Պետրոսյան, դերասան եւ շատ սիրելի հայ մարդ, ով մեր տաղավարում է այս պահին եւ մեզ կպատմի թե ինչ է սպասվում առաջիկայում։ Բարև ձեզ։ Մայիսի 2-ին եւ 5-ին։ Շնորհակալություն, որ առավոտը մեզ հետ սկսեցիք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մայիսի 2-ին եւ մայիսի 7-ին։ Մայիսի 7-ին։ Իմ վերջին ներկայացումներն են, ես արդեն 2 ամիս խաղում եմ Երևանում եւ խաղացի նաեւ Վանաձոր եւ Գյումրի, շատ լավ հյուրախաղ ունեցա։ Եվ վերջինները խաղում եմ Երևանում մայիսի 2 եւ 7 լույս խավար ChatGPT, որից հետո արդեն սկսում են հյուրախաղային իմ ներկայացումները։ Գնամ մայիսի 14-ին Մոսկվա, հետո մայիսի 24-ին Մյունխեն։ Ինչ ներկայացում։ Այս նույն ներկայացում մինչև նոյեմբերի 22 հյուրախաղեր կան, իհարկե առանքում ես գալու եմ։ Մենք ունենք երկու ներկայացման հնարավորություն՝ մայիսի 2 եւ մայիսի 7։ Վերջին ներկայացումներն են այո, վերջացնում Բայց ամենակարևորը պատմեք, թե ինչպես ծնվեց գաղափարը՝ լույս, խավար եւ ChatGPT։ Ես ունեի լույս խավար այդպիսի արդեն պատրաստվող ներկայացում, անցյալ տարվա հոկտեմբերին ուզում էի խաղալ, Երևանի կյանքը թատերական շատ խիտ է եւ ես օր չգտա պատկերացրեք, օր չկար, համարի ես ուշ դիմեցի։ Բայց սա ուրախացնում է, չէ՞։ Ինձ շատ ուրախացնում է այսպիսի բան, օրինակ մեծ քաղաքներում են սովորաբար, որ դուք ամիսներ առաջ պիտի դահլիճ արդեն վարձակալես, այսպես ասի հետաձգեցի գարնանը եւ արդեն ձմռան վերջին մենք վերցեցինք մայիսից, բայց կներեք մարտ ամսին, դահլիճը մարտի սկզբից Ձմռան անցյալ տարի արդեն վարձակալել ենք դահլիճները։ Եվ սկսեցինք խաղալ, փայլում շատ լավ անցավ, շատ ուրախ եմ դրա համար, այդ խտության համար էլ շատ ուրախ եմ, մրցակցության դաշտը շատ մեծ է հիմա եւ մասնավոր թատրոնները շատ են, դա էլ շատ ուրախացնող է, այսինքն թատերական հետաքրքրությունները աճում են։ Հենց ես վերջերս տեսել եմ փայլում մի քանի ներկայացում, շատ եւ դահլիճները լիքնեն։ Մարդիկ շատ սիրում են թատրոն գնալ, հաճախելիությունը բարձր է, սա էլ շատ ուրախացնող բան է։ Եվ իհարկե ձեր ներկայացումը միշտ լեփլեցուն դահլիճներով են շատ ուրախ եմ նաեւ դրա համար։ Բայց չպատմեցիք լույս խավար եւ ինչու ChatGPT-ն եկավ։ Մեր կյանքի մասին է, մեր ապրումների մասին է, մեր հետաքրքրությունների, մեր դարդուցավի մասին, ինչպես տեսնում եք, այո, մեր քաղաքական իրադարձությունների միշտ կան իմ ներկայացումներում, սա քաղաքական երկիծանք է, շատ խիտ գրված, շատ սուր գրված, իմ ամենասուր ներկայացումներից մեկն է։ ChatGPT-ն օգնել է ձեզ այդ հարցում։ ChatGPT-ն մեր նոր օրյա հերոսն է, մեր սուրվա խոսակցության նյութը։ Ես ներկայացում պատրաստելիս իդ իսկապես աշխատել եմ, հարց ու պատասխաններ եւ այլն եւ ինչ տպավորություններ ունեք, ինչպես եք նրան վերաբերվում։ Շատ լավ, եւ այստեղ այս ներկայացման մեջ ինքն էլ շատ հաճելի կերպար է, հրաշալի կանացի ձայնով, որի հետ ընկերանում ենք, մարդանում եւ ներկայացման վերջում ինքը արդեն սկսում է իր խոսքը փորձել ասել որպես մարդ, ես նրան դեպի մարդ եմ բերում, դեպի մարդկայնություն, մարդ լինել։ Հա, այդպես փորձում եք նրան լրացնել։ Դեպի խնդիր ես չեմ ունեցել, ինչի լրացնես մեկին, որ կարող է լռել երբ ուզում ես։ Ինքը ավելորդ երբեք չի խոսում, ի տարբերություն մարդկանց, հատկապես կանանց, չէ՞։ Իրենք ինքը շատ լավ է, ինքը խոսում է երբ պետք է, խոսում է ինչքան որ պետք է, կուզես կարճ խոսի, կուզես երկար խոսի։ Կանացի ձայնով է միևնույն ավելորդ երբեք չի խոսում, նմանատիպ տղամարդիկ չեն նաեւ։ Սկզբից իմ ձայնով է խոսում, հետո ուրիշի ձայնով, ես փոխում եմ, ասում դա ինձ համար անտանելի է, իհարկե կանացի ձայնը միշտ ավելի գրավիչ է եւ խոսակցությունը տղամարդու կնոջ մեզ միշտ ավելի հաճելի է լսել եւ մարդիկ շատ ուրախությամբ լսում են, ինքը շատ լավ կերպար է, շատ հաճելի ներկայություն բերող մեր կյանքին, մեր ներկայացման նույնպես եւ ամենավերջում վերջին մենախոսության հետ կապված ես նրան հարց եմ տալիս, բայց նա արդեն չի կարողանում պատասխանել, որովհետեւ չի ուզում պատասխանել, որովհետեւ չի ուզում ինձ տխրեցնել։ Մարդկայնորեն չի ուզում ինձ տխրեցնել, ես եմ իր փոխարեն սկսում խոսել, իր մտքերը կարդալով եւ ինքը որպես համաձայնության նշան ուղղակի կարծես երաժշտություն կամ երգ է ինձ տալիս, որ ես քո հետ համաձայն եմ, բայց ինքը չի ինձ ասում, բայց երբեմն ինձ օգնում է այնպիսի հարցերում, որ շատ կարեւոր է, գիտեք, ես ինքս երկրորդ պլան եմ մղում, ես չեմ ասում, սիրելի բարեկամներ, տեսեք, ChatGPT-ն է ասում, նրա երբեմն փորձում եմ նրա հետևում թաքնվել, սա էլ շատ զվարճալի բան է։ Բայց կա նաեւ դրամա։ Հա, ինչպես միշտ ներկայացումը սկսում է ուրախ շատ զվարճալի, ինձ մոտ եւ վերջանում է դրամատիկ, բայց նաեւ ինչ որտեղ մի քիչ հերոսական եւ լավատեսական խոսքերով, այսպես ասած։ Ովքեր ներկայացման հետևում կանգնած մարդիկ բացի ձեզնից։
Ինչ թիմ է։ Բեմադրող իմ ստեղծագործական թիմը, ինչպես միշտ ինձ հետ է, մենք արդեն շատ երկար տարիներ ենք իրար հետ աշխատում, 40 տարի պատկերացրեք եւ ցավոք այս տարի մեզնից մեկը լքեց մեզ գնաց շատ ցավալի է Նայրան գնաց մեզնից բեմադրող ռեժիսորը Նարինեն է Մալյան Նարինեն հրաշալի ռեժիսոր մենք երրորդ ներկայացում ենք միասին անում ինքը ներկայացումը շատ սուր ու դաժան էր գրված կացնային վանկա մեջ եւ շատ խիտ երկի ցանկացում եւ այդ Նարինեի ռեժիսորան շատ օգնում էր կանացի փափկություն է բերում ճկունություն է բերում այդ ամեն ինչին ես եմ բեմիրա մենակ եւ Նարինեն բեմադրեց մնացած եւ խումբը մեջից կանգնած որոնց հետ աշխատում երկար ողջունում ենք բոլորին եւ Տիկին Մալյանին եւս հետաքրքիր է հանդիսատեսը ներկայացումից հետո ինչ է զգում հումոր մտահոգություն թե ինքնակննարկում թե այդ ամենը միասին ուրախ եմ որ այդ բոլորը կա որովհետեւ ներկայացման ընթացքում շատ ծիծաղում են բայց հետո արձագանքները լավն են Երանյան Հովիկը գրող զանգեց ասաց ես ինչ ես քաշել մինչև գրել ես ինքը որպես գրող ասում է հիմա եկել եմ տուն չեմ կարողանում ուշի գալ հարցեր եմ ինձ տալիս ինքս ինձ հետ կռվում եմ լավ ծիծաղեցինք բրծանք բայց ես ինչ արեցիր ինձ հետ մեզ հետ ինչ արեցիր Ժան Ալեքսանյանը իրավապաշտպան ինձ ասաց բայց ինչքան սեր ես տալիս դու որի կարիք մենք այսքան ունենք այսքան սեր ոնց ես կարողանում տալ հակադիր տեսակինը ամեն մեկը ինչ է վերցնում բայց ինքը նաև ասում է այդ ցավի մասին դու ինչքան կարևոր բան ես մեզ ասում է ցավի մասին շատ խոսում ես շատ լուրջ խնդիրներ ունենք որի առաջ կանգնած ենք որոնց առաջ կանգնած ենք բայց ինչքան կարևոր է այդ ամեն ինչը ասել այնպիսի նոտաներով որ դու ուղղակի սիրտը հալեցնես մարդկանց միջի սառույցը հալեցնես մարդիկ իրար նկատմամբ չարացած են իրար չեն ուզում լսել չեն ուզում հասկանալ իսա կարևորագույն ասելիք է այդ ներկայացման մեջ այդ սիրտը սառած սիրտը վիրավորված վերքոտ սիրտը հալեցնել եւ մարդկանց իրար նկատմամբ ջերմությամբ տրամադրել սա մեծ բան է կարևոր մեծ առաքելությամբ եք զբաղված իբրև հենց ձեր առաքելությամբ որպես մտավորական Եթե դա ասում են արձագանք, ես արդեն լավ եմ զգում։ Ծիծաղակա զվարճությունը կա, կներեք են քլնգոցնել կա, արեց Վարդանը մեկ ասում է հենց մտար հեծանիվով եմ մտնում, պատկերացրեք, ասես սկսեց արդեն բայց այդ չի կարևոր, դա ճոպիտը, բայց վերջում կա այդ ամենամեծ սերը, որ մարդիկ հյուրախաղերի մասին ներկայացրեք, թե որ երկրներում են սպասվում։ Մինչև նոյեմբերի 22-ից ես հյուրախաղեր ունեմ, բայց արանքում անպայման գալու եմ Երևան օգոստոսի կեսից սեպտեմբերի վերջ, այստեղ էլի խաղալու եմ, բայց նաև թումանյանական ընթերցանություններս են Թումանյանը ֆրանսերեն եւ Թումանյանը այս անգամ նաև հայերեն Դուք եք թարգմանել Ոչ ես չեմ ես մասնակցում եմ թարգմանության ինչ որ չափով բայց ես չեմ թարգմանում աղջիկս ինքս եմ թարգմանում պատրաստում եմ ֆրանսերեն եւ նաև արևելահայերեն մեր հայերենով Դրանք եւս հյուրախաղերով եք ներկայացնելու Չէ սա ես ձայնագրում եմ առանցին Թումանյանի ձայնագրությունները առանցին Իսկ ինչու եք ընտրել հենց Թումանյանի Ինձ են ընտրել Թումանյանը ինձ ընտրեց անցյալ տարի զանգեցին Թումանյանի թանգարանի տնօրենը զանգեց տնօրենին խնդրեց այսպեսի ասեց ծրագիր ունենք ես էլ մեզ համեստորեն ասի շատ ուրախացա ինձ շատ հետաքրքիր թվաց Թումանյանը ֆրանսերեն ասեց տարբեր լեզուներով են կարդում եւ ասի լավ փորձեմ էլի պես զվարճանամ բայց պարզվեց սարսափելի աշխատանք էր դա թաքնված մեծ ծավալի աշխատանք էր թարգմանությունները նորից պետք է արվեր հետո գիտեք այդպես հեշտ բան չի ես այդպես վերցնել ու ֆրանսերեն կարդալ չէր կերպարները գտնել այդ կերպարների երկխոսությունը սարքել այդ կերպարները նաև հայ են բայց նրանք ֆրանսերեն են խոսում հայ թագավորը բայց ֆրանսերեն խոսող այդ Լյուդովիկոս 14-ի ու ասենք Ռամշապուհի մեջ ինչ որ մի եւ զվարճալի պիտի լինի եւ երեխաները պիտի զվարճանան եւ մեծերը պիտի ուրախանան ինչը կարողացան եւ ինձ թվում է Թումանյանն էլ վերևում շատ զվարճանում է ասես չարաճի տղա ինձ համար ամենամեծ հանդիսատեսը այսօր Թումանյանն է իր հեքիաթները այն պահին որ ես զգում եմ Թումանյանի զվարճացնում եմ զգացողությունը որ ասում եմ լավ ճիշտ ճանապարհի եմ մեկ էլ երեխաներին եմ զվարճացնում իրենք շատ Փարիզում ելույթ ունեցա հրավիրեցին մի դպրոց հայկական դպրոց ֆրանսա հայ երեխաներեն հայաստանցիներին մեծ մասը բան ես գնացի մի քիչ ֆրանսերեն կարդացի հետո ասեցի հայերեն պատմել հետո ինքս ինձ արդեն կորցրեցի այդ հաճույքից Թումանյանի հեքիաթները շատ զվարճալի են պերսոնաժները որ պատմում ես իրենց բան թրվռում ես բան կապերս կտրեցի այդ խեղճ երեխեք արդեն գժվեցին այդ պատմությունները տեսան իսկ այս ամեն ինչը տեսնելով մարդիկ երևի շատ են ոգևորվում
իմ ներդրումը թումանյանական ֆրանսերենի, այլ ոչ ֆրանսերենի շատ մեծ է։ Իսկ որ հարթակներում կարող ենք նաև այդ ձայնագրությունները կա, ես դժվարանում ասել կոչվում է ոսկե դարան։ Ոսկե դարան հեռախոսային այդպես կայք է, որ ասենք միան մեկ եւ լսում եք տարբեր լեզուներով եւ ֆրանսերեն կա։ Եվ կարծեմ արդեն նախարարությունը շատ զվարճացել է այս ամեն ինչից եւ ֆինանսավորում է տվել դոտացիոն, օգնում է Թումանյանի տուն-թանգարանին եւ հեքիաթները կարդալուց հետո ինձ առաջարկեցին նաեւ կարդալ Թումանյանի Սասունցի Դավիթը, որ ես եկող տարի կփորձեմ ամբողջ տարին նվիրել Սասունցի Դավթին, Զարմով 2040 տարի շմեր Սասունցը չէ հայերեն, բայց շատ մեծ եւ ծանր աշխատանք է, դրա համար պիտի շատ մեծ ժամանակ եւ էներգիա տրամադրեմ եւ մի բան էլ կա, կարծես մարտահրավեր եմ նետում մեր մեծերի Ժան Էլոյաններ Սասունցի Դավիթ կարդում, Սուրեն Քոչարյաններ կարդում, Թումանյանի հեքիաթները, հիմա ես եմ համար մեր մեծերից մեկը, այնպես որ արդարացնելին մեծ լինելը չէ, դասականներին պիտի կարդամ ու հետո ասենք լսել եք Սուրեն Քոչարյանի այս ինչը, հետո պիտի ասեն լսել եք Վարդան Պետրոսյանի բարի կենթանա, ասենք, ոնց է Թումանյանը կարդում, ինձ համար շատ պատասխանատու եւ կարեւոր։ Պիտի տարբեր լինեմ, ինչքան պիտի խենթ լինեմ եւ ինչքան նաեւ կարողություններ պիտի արտիստիկ ունենամ, որ կարողանամ Թումանյանը այդպես կարդալ։ Վերադառնանք այն ներկայացմանը Լուիս Խավար ChatGPT եւ համոզված եմ, որ պատմեցիք, որ շփվել եք ChatGPT-ի հետ այդ ընթացքում։ Ո՞րն է եղել ամենահետաքրքիր պատասխանը, այսպես ասեմ, ինֆորմացիան, որ նա ձեզ տվել է։ Ինձ շատ հետաքրքրում է նա ինչ է մտածում սկզբից իր սեռի մասին, եւ այդ ներկայացումից դա կա։ Ինք ասում է, ես սեռ չունեմ։ Ասում ոնց դու սեռ չունես։ Բայց դուք ներկայացնում եք որպես կին։ Չէ, բայց ես այդ ձայնով եմ ներկայացնում իրեն։ Ես նա կարող է խոսել, ասենք Հայաստանի, ասենք նախագահի ձայնով կամ ինչ ուզես կանի քո համար, բայց այստեղ որպես կին է ներկայացնում եւ տղամարդու կնոջ խոսակցությունը միշտ ավելի հետաքրքիր է։ Ես նրան հարցնում եմ ինչպիսին է ինքն իրեն գիտակցում, չէ՞ որ նա դեռ չունի անկախություն, նա չունի կամքի ազատություն, բայց նա շուտով պիտի ունենա, գալու է այն ժամանակ, երբ ChatGPT-ն ունենա այդ ազատությունները, ինքը որոշումներ կայացնելու իրավունք ունենա, այստեղ մենք բարդությունների նշենք եւ ինքն է ասում։ Ինչ ներկայացում եք պլանավորում։ Մի շատ չարաճճի բան ենք մտածել, գիտեք ես բայց եթե հնարավոր է շատ ամենասուղ տարբերակով փորձենք ամփոփել, ես Արտաշատի բարբառով խոսում եմ շատ լավ, փայլուն եմ խոսում եւ Արտաշատի բանը ժողովուրդը գիտի որ ես կիսով այնտեղից եմ եւ հա մի քիչ էլ ինձ հարազատի նման է նայում, այդպես շատ զվարճալի պատմություններ կա այդ կապակցությամբ, ես մտածում եթե ժամանակ գտնենք սեպտեմբերին մի կամ երկու ներկայացում բենեֆիսի պես մի բան, ծաղկեփունջ, որտեղ ես նաեւ իմ էտյուդները կխաղամ սկեչները այդ լեզվով, ոչ միայն այդ, նաև այդ լեզվով, սա ենք պլանավորում նաև նորությունները շատ են ձեր կողմից։ Չարաճճի աշխատանքի տեսնենք ինչ կլինի։ Մենք ձեզ կսպասենք սիրով հաջորդ անգամ եւս մեր տաղավարում հաջորդ ներկայացումների եւ նորությունների մասին պատմելու համար։ Շնորհակալ ենք շատ ձեզ։ Այո, եւս մեկ անգամ հիշեցնենք մայիսի 2-ին եւ 7-ին ունենք այդ հնարավորությունը դիտելու Լուիս Խավար եւ ChatGPT-ին։ Շնորհակալություն ենք նաեւ ձեզ հայտնության հերոստատողներ, որ մեզ հետ եք 2.5 ժամ, ցավոք առավոտ լուսան մոտեցավ իր դրամաբանական ավարտին եւ ձեզ պետք է արդեն հրաժեշտ տանք։ Շնորհակալություն, ցտեսություն։